Բարև ձեզ սիրելի ռադիոլսողներ, հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ։ Սովորաբար մենք տարվա վերջին թողարկումը կազմակերպում ենք այնպես, որ ամփոփենք տարին, խոսենք այդ տարի լույս տեսած գրքերի մասին, առանձնահատուկ հրատարակությունների մասին եւ որպես կանոն հանդիպում ենք ունենում հրատարակիչների հետ։ Այս անգամ բացառություն է, որովհետև ի բարեբախտություն ինձ լույս է տեսել Վահրամ Դանիելյանի Դանիելյան առաջաբաններ վերնագրով գրականագիտական ժողովածուն, որը հրաշալի առիթ է վերջաբան ստեղծելու համար եւ այս զուգահեռի եւ զուգադրման մասին այսօր կզրուցենք Վահրամ Դանիելյանի հետ։ Ողջույն Վահրամ, ողջունում ենք քեզ մեր տաղավարում, ընդ որում ուզում եմ շեշտել, որ առաջին հյուրն ես, որը նստած է իմ տեղում։ Ինչպես ես քեզ զգում իմ տեղում։ Քանի որ իմ համար երկու տեղն էլ առաջի անգամ են, ինձ զգում եմ որպես առաջին անգամ։ Ահա այդ առաջին բառից սկսենք, գիրքը վերնագրված է առաջաբան եւ նրանց համար ովքեր ծանոթ չեն գրքին, ասենք, որ այստեղ մեկտեղվել են այն առաջաբանները, որոնք դու ժամանակին գրել ես Նոբելյան մրցանակակիրներ մատենաշարի տարբեր գրքերի համար, Զանգակ հրատարակչության 2 գրքի համար եւ հիմա ստեղծել ես որոշակի համատեքստ։ Այ կուզեի դրանից սկսեինք։ Այլ բան է արդյոք առաջաբանը, օրինակ Օրհան Փամուկի Իմ անունը Կարմիր է վեպում, եւ այլ բան է արդյոք, երբ որ միատեղվում է այլ հեղինակների, այլ գրքերի առաջաբանների հետ։ Իրականում առաջաբանի ժանրը շատ ուղեկցող, տենց սպասարկող ժանր է եղել միշտ եւ հայտնվում են առաջաբանները գրքերի սկզբում, որոնք ինչ որ ձև ընթերցողին նախապատրաստում կամ ընթերցելուց հետո հուշում են, թե ինչի վրա կարող էր նաեւ ուշադրություն դարձնել եւ սովորաբար իրանց շակատագիրներն են, որ պիտի մոռացվեն, երբ որ մտածում ես առաջաբանների մասին, արդեն կուտակվել էին ահագին 10 տարուց ավել անցել էր, չէ՞, կարծեմ։ Չէ, մի քիչ ավելի քիչ, 5 տարի շարունակ ստեղծված տեքստեր են, վերջինը թվագրված է 16-ին, եւ մտածում էի, որ եթե իրանց իրար հետ հավաքես, ինչ կստացվի, երբ որ չկա հիմք գիրքը, բայց իրանք իրար կողք են շարված, այսինքն սա ավելի շատ կլինի երևի թե իմ մտածումների պատմությունը, իմ պատմությունը, որոնք անշուշտ այդ գրքերի միջոցով են ստեղծվել եւ մի քանի ձև հնարավոր ընթերցել, մեկ կարդալ, վերադառնալ նախնական տեքստին, Դերակ 1 եւ երկրորդը կարդալ որպես քննադատական էսսեների շարք, որտեղ ինձ էլ էր հետաքրքիր ինչ ներքին տրամաբանություն ունեն թե չունեն, երբ որ շարում էի հերթականությունը, որոշեցի ոչ թե ըստ վեպերի կարևորության, ըստ վեպերի ժամանակագրության, այլ իմ գրելու ժամանակագրության դնել եւ հետո երբ որ նայում էի ակնհայտ ինձ վերջիններն ավելի հաճելի էր կարդալը, քան առաջինները, որովհետեւ վերջիններում շատ ավելի հանգիստ եմ։ Սկզբում պատկառանք ունես այդ մեծ գրողների նկատմամբ, չէ՞, մենք ինչ ենք արել, միշտ տենց հիացել հիշում ես այդ թվերը։ Հիանում էինք համաշխարհային գրականությամբ եւ երբ որ հայ գրականություն էինք ներկայացնում, միշտ ասում էինք, «Էս ինչից ազդվել է, ինչից ազդվել է», բայց ես երբ որ կարդում եմ վերջի գրած տեքստերը, ակնհայտ եթե ինչ որ բան է տեքստում ինձ ժամանակ անցած, ոչ այդքան ակտուալ, մի քիչ չափազանցրած, մի քիչ տենց գերկարևորություն տված, առանց զղջում ես մի խոսքով։ Պատկառանքի չէ, միանգամից գրում եմ այդ առաջաբաները, օրինակ ես հիշում եմ, որ վեպերից մեկի հետ կապված նույնիսկ թարգմանիչներ դժգոհ է, որ ես կարծեմ Հերման Էսեի վեպն է։ Այո, որ ես ինչա գրել, ոնց է իրան թույլ տվես հենց բաներ գրել։ Ենթադրում եմ զուտ իր արած աշխատանքի համար իր բողոքը անկեղծ էր, բայց վեպի իմ ընթերցումը, եթե այդպես էր ստացվել, ավելորդ բան, տենց պատկառանք չէի դրսևորել, ինչը չես կարող ասես սկզբի գրածների մասին։ Վարամ, տես զղջում բառը ես օգտագործեցի, որպես այսպես չմնա օդի մեջ, այնուհանդերձ դա էլ քննարկենք, որովհետև այ ասացիր առաջաբանը սպասարկող ժանր է եւ այս առաջաբաններն էլ հենց այնպես չեն գրվել, այնպես չի, որ դու որոշել ես, ահա հետաքրքրվել, որ հրատարակչությունում ինչ գիրք կա, նստեմ դրա առաջաբանը գրեմ, այլ բնականաբար ասել են, «Էս ինչ գիրքը կա, պարոն Դանիելյան, կարող է գրեք սրա առաջաբանը»։ Հիմա
Ինչպես են գրվել այդուհանդերձ առաջաբանները, սիրով, հոգատարությամբ, չգիտեմ, ինչ որ բան բացահայտելու խնդրով եւ չկան զղջման տարեր, օրինակ այդու խոսեցիր նաեւ ավելորդ պատկառանքի մասին, կա նախադասություն, բնորոշում որևէ գրողի, որի համար դու զղջում ես, բայց պետք չէ, էլի։ Լավ երևի խոսքի մեջ զղջում բառը ես ու դու տարբեր իմաստներով օգտագործենք, ոչ թե զղջում եմ, որ գրել եմ, այսինքն մեղք եմ գործել գրել եմ, այլ մենք համաշխարհային գրականության հետ առնչվելուց միշտ ունեցել ենք չափազանցված պատկառանք, եւ մեզ շատ ավելի ազդեցում, երբ որ ժամանակակից հայ գրողների ամեն դեպքում կա, հիշում եմ, հիմա այդ պատկառանքը գոնե սկզբնական հոդվածներում կա։ Երբ որ ժամանակակից հայ գրողների մասին էին գրում 10 տարի առաջ, տենց սովորացնում էինք հայ գրողներին, թե ոնց պետքա գրել։ Երբ որ կարդում էինք այսպես կոչված թարգմանված գրականություն, սովորում էինք, թե ոնց պիտի լինի վեպը։ Խոսքը սրա մասին է, որ այդ պատկառանքը համաշխարհային գրականության նկատմամբ բոլոր գործերի նկատմամբ հավասարազոր պատկառանքը հաղթահարվեց։ Հիմա գամ քո արդին ինչ էինք անում, ես հիշում եմ, որ այս թեման ծնվել է մեր խոսակցությունների ընթացքում, որովհետև այդ թվականներին, այո, շատ այսքան մեծ չէր թարգմանական գրականությունը եւ գիշես տարին 1, 2, 3 գիրք էր լույս տեսնում եւ դրանք առիթ բան էին, տենց իրադարձություն էին։ Օրինակ, չգիտեմ, տարիներ շարունակ սպասում էի, որ Ալբեր Կամյուի առաջի հատորը տպվել է, հիմա երկրորդը տպվի, եւ ես հիշում եմ երկար սպասեցի, տենց է չտպվեց։ Հիմա երևի տպվել է, ես չեմ տեսել, բայց ինչ էինք ես ու դու իրար հետ քննարկում, որ այդ գրքերը ոչ միայն պետք է հայերենացվեն եւ ընթերցողի սեղանին հայտնվեն, այլ նաեւ հայերենով մտածվեն։ Ապրես։ Իմ համար այս չափազանց կարեւոր է, որովհետեւ եթե գիշես համաշխարհային գրականությունը մենք բուհական բանում ունեինք առանձին ֆակուլտետ, որտեղ այսինքն առանձին դասընթաց եւ միշտ այդ արտասահմանյան այնտեղ արտասահմանյան էր կոչվում։ Գրականության դասախոսները միշտ այնց այլ աշխարհիկ էին, էլի ոնց որ գային այնց մեծ բաներ մեզ պատմեին, որի տեքստերի մեծ մասը հայերեն է չկար, իրանք չգիտես որտից են կարդացել, ինչ իրանք ասում են, դա ճիշտ է, որովհետև մենակ իրանք են կարդացել, չգիտենք կարդացել են թե չեն կարդացել որոշ դեպքերում է, եւ երբ որ թարգմանում է, շատ կարեւոր է որ հայ գրականության մասնագետը մերպես տենց սովորական սկսնակներով հայերենով մտածենք այդ տեքստերը, եւ իմ համար այս գրքի ամենակարևոր բանն է նա, որ դու հայերենով մտածում ես Մարկես, հայերենով մտածում ես Վարգաս Լյոսա, Ժան-Պոլ Սարտը, Էլֆրիդե Ելինեկը, եւ հետաքրքիր երբ որ նայում էի բանը, ինքը ահագին տենց քարտեզի առումով ահագին ներկայացուցչական է, իհարկե մեծ մասը եվրոպացի հեղինակներ են եւ զարմանալիորեն կարաս գուշակես ամենաշատը ինչ ազգ է։ Իսպանացի։ Չէ։ Գերմանացի։ Իսպանացի ընդհանրապես չկա, իսպանախոս կա։ Իսպանախոս կա, ճիշտ է։ Գերմանացի եւ երկրորդ տեղը կիսում են Ֆրանսիան, Իսպանիան եւ Ավստրիան, ինչքան հետաքրքիր է։ Ավստրիան շատ կարևոր է, այո։ Այ մտքովս չէր անցել։ Մենք Ամերիկան ու Ավստրիան։ Գիրք կարդալու process, ասեմ, ինքնին շատ հետաքրքիր է Դանիելյան առաջաբանների, որովհետև առաջաբանը այսպեսի նաև հղացք ունի, էլի կարդում, ավարտում ես առաջաբանը եւ հաջորդիվ պետքա սկսվի վեպը, բայց օրինակ կարդում էի օրինակ Բեռնար Շլինկի գրքի համար գրված առաջաբանը եւ սպասում էի որ ահա սկսվելու է այդ տեքստը, մեկ էլ կարդում էի գրականությունը նաեւ օգնում, այսինքն բանի Արնո Գայգերի վեպի առաջաբանը։ Այդ առումով սա հետաքրքիր էքսպերիմենտ է, էլի վարամ, որտեղ դες առաջաբանին պետք է հաջորդի բուն տեքստ, բայց այս դեպքում բուն տեքստի փոխարեն քո տեքստն է։ Սա ինչ ոնց կմեկնաբանես քո տեսական ոճով էլի։ Լսի, հենց հիմա մտքովս անցա, որ բան արեցիր, հիմա շատ ռիլեր են, չէ՞, նայում մեծեր եւ փոքրեր, չնայած միշտ ասում փոքրերն են նայում, բայց չէ, մեծեր ավելի շատ են նայում, տենց մի տեսանք ոնց որ բանը ռիլեր լինի, էլի տարբեր վեպերի մասին, իհարկե, եթե շատ ժամանակակից լեզվով տենց փորձենք թարգմանել, ինքը ավելի շատ իմ մասին է, քան երևի այդ գրքերի եւ գիտես նաեւ տեն շատ մեծ հավաքություն որ դու այդ ամբողջ համաշխարհային գրականությունը մենակ ես անշուշտ գրքերը կան, այդ գրքերի մասին հազարավոր հոդվածներ կան, հաղորդումներ կան, ընդհանրապես այդ ակադեմիայում այդ գրքերը կան եւ այլն։ Ինքը ավելի շատ տենց իմ հայերենով մտածելու փորձառության պատմությունն է։ Անշուշտ նաեւ իր բանը ունի ենթատեքստ որ նորից կարա գրքերը կարդալ դա։
ես օրինակ երբ որ գիրքը կազմում էի, բնագիր տեքստերի սյուժեների մեծ մասը չէի արդեն հա եւ օրինակ կարդալուց մտածում եմ ես կուզեմ նորից կարդամ թե չեմ ուզի նորից կարդամ որտեվ ես հիշում եմ որ տեքստեր կային չափազանց ձանձրալի էին օրինակ եգիպտացի գրող Նաջիբ Մահֆուզը Ռադովիսը այն մի արտիստ դրա մասին էի խոսում էլի տաղտկալի վեպեր բայց երբ որ ես կարդում եմ ակնհայտորեն այդ գրականագիտական պրիոմները օգտագործված են որպեսզի այդ վեպը ավելի տենց մցնեն համաշխարհային գրականության ինչ որ օրինաչափությունների կոնտեքստ եւ այդ օրինաչափությունների կոնտեքստով բացատրեն թե այս գրողը ինչ է արել այդ պրիոմ ասվածը կարելի է անվանել նաեւ էլի ոչ հայերեն բառով խալտուրա գրականագիտական խալտուրա ասի դե այդ գրականագիտությունը հանուն կոմերցիայի էլի կոմերցիայի մասին երբեք ես չեմ մտածել։ Դու չէ, բայց հրատարակիչները մտածել են, երբ որ դրել են քո առաջաբանները այդ գրքին։ Հա, եւ օգնել, հա, դու ինձ բան արա։ Բավականին։ Չէ, ինքը ոչ թե ծաղկացրած է, ոչ թե ավելորդ շուկա հաղորդած, այլ ցանկացած վեպ, իսկ հիմնականում ստեղ գտած տեքստերը վեպեր են, բացի Ալեքսեևիչի գործից, որը տենց յուրօրինակ ժանր է, հարցազրույցների վրա հավաքած տենց տեքստեր, որոնք ամբողջության մեջ կարան նաև տենց վեպ ընկալվեն, բայց հիմնականում վեպեր են եւ վեպերը իրանց մեկնաբանման որոշակի օրինաչափություններ ունեն։ Հիշում եմ ժամանակին ես վեպով տենց ահագին զբաղվում էի նաև տեսությամբ վեպի եւ ինձ հետաքրքիր էր թե որ դեպքում ինչ հնարքներ են օգտագործում հեղինակները եւ հնարքները ինչքանով են ակնհայտ, որովհետեւ ինչ որ պահի զգում ես որ շատ սահմանափակ հնարքների շրջանակ կա եւ բոլորը յուրօրինակ դրա օգտագործողներ են ելնելով իրան ժամանակահատվածից ներքին մշակութային առանձնահատկություններից այն լսարանից ում համար դրանք նախատեսված են եղել այսինքն դու փորձում ես փորձում եի դրանք հիմնականում իմ համար բացահայտել էլի խալտուրա չէ խալտուրան երևի այնա երբ որ դու փորձում ես վաճառել մի բան իմ մտքով չի անցել օրինակ որ սարտրին ես պետք է վաճառեմ ես պետք է սարտրին վաճառեմ բարամ այդ ուրիշների այդ բառից կախվեմ գիրքը շատ այսպես թվում է առաջին հասկից հանրահայտ լսելի ականջի համար բայց նաև շատ տարօրինակ վերնագիր ունի Դանիելյան առաջաբաները բնականաբար գիտեմ որ մեր հյուրը Վարամ Դանիելյանն է եւ Դանիելյանը նրա ազգանունն է սա ինչի ցուցիչ է, ինչի մատնանշում է, այ դու շատ խոսեցիր, որ փորձել ես այդ վեպերը հայերեն թարգմանել գրականագիտաբար, հայերեն այդ տարբեր խոսակցություններ ձևավորես եւ այլն, Սա ինչ տարբերակման շեշտադրում է։ Հարցնում ես ինչի վերնագիրը Դանիելյանը։ Այդ եմ ասում, բարդ եմ էլի ձևակերպել։ Պարզ չհարցնեմ։ Նախ ես գիրքը շուտվանից էր պատրաստ, տեքստեր իրար խմբագրել էի, աշխատել էի, ինչ-որ բաներ ուղղել էի, նույնիսկ որոշակիորեն տենց ձևավորել էի, բայց չէի մտածում տպելու մասին, մինչև մի օր երեկոյան տենց եկավ վերնագիրը, Դանիելյան առաջաբաներ եւ ինձ իրա պրովոկացիոն բնույթը, որը մի կողմից չափազանց հավակնոտ է, մյուս կողմից, եթե ուզես, կարաս մշակութային ենթատեքստերը տեսնես, չէ, օրինակ Դանիելյանը բացի նրանից, որ իմ ազգանունն է, որի հետ իմիջիալ սկզբում ես հաշտ չեմ եղել, հիշում եմ, որ նոր էի դասավանդում, պատանի տարիքում ինձ ասում էին, ու դե հա, մի 15-20 տարի առաջ, երբ որ ինձ ասում էին ընկեր կամ պարոն Դանիելյան, ես մի անգամից չէի արձագանքում, որտեվ ես սովորեի, որ ինձ անունով պետք է կանչև, չէի սիրում լսել այդ ազգանունը, մինչև տարիների ընթացքում սովորեցի եւ շատ ավելի այդ ազգանունով եմ ինձ կանչելուց լսում, քան անունով, եթե գործի մեջ չեմ, գործի մեջ ավելի շատ այն մյուսն եմ լսում, ուրեմն ես որոշակիորեն հաշտվել եմ իմ ազգանվան հետ, որը իհարկե մեջ մի քիչ հավակնություն ունի, բայց նաև եթե ուզենաս մեկնաբանես, ինքը որոշակի մշակութային առնչություններ ունեն, չէ՞, մենք Դանիելյան գրեր ունենք, որը Մաշտոցի գրերի, մեր հիմնական գրերի առաջաբանն է եղել, եւ իմիջիայլոց մոռացվել է, չէ՞, Դանիելյան գրերը, քանի որ բան չեն եղել, ֆունկցիոնալ չեն դարձել, ըստ էության մոռացվել են, չէ՞, իրան մենակ պատմության դասագրքերում քննությունների համար հիշում, չէ, բայց իրականությունը այդ երկուսի մեջտեղն է։ Առաջաբան է, այ չէի մտածել, Դանիելյան նշանագրերը Մաշտոցի գրերի գյուտի առաջաբանն են։ Հա, թույներ։ Այնպես որ եթե
մեկը ուզենա ստեղ հավակնություններ տեսնել, էպատաժ տեսնել, կարող է ֆիքսել իմ ազգանունը, մյուս եթե ուզենա մշակութային առնչություններ տեսնել, ինտելեկտուալ շերտեր տեսնել, երկրորդը։ Իրականությունն է, որ դրա մեջտեղում մի բան է։ Վարամ եւ այսպես ամփոփման համար մի հարց, որը սովորաբար մեր բոլոր հյուրերի հետ քննարկում ենք, հատկապես եթե իրենք են լինում գրքի հեղինակը, թարգմանիչը, որտեվ այս մեր զրույցի մեջ ռադիո լսողն էլ կհասկանա ինչքան ջանք կար, հա, ինչքան խանդավառություն կար քո խոսքի մեջ, հա, որտեվ սրանք հենց այնպես այդուհանդերձ ստեղծված տեքստեր չեն, բայց գալիս է ծագում է ամենակարևոր հարցը, ով է կարդալու, ում է հասցեագրված այս գիրքը այնուամենայնիվ։ Գիտես, ես դրա մասին շատ երկար որ մտածեի, չէ, իրական գիրք անելը ժամանակին չափազանց մեծ հավակնության նշան էր, որտեղ գրքեր ունեին մարդիկ, ովքեր վաստակ ունեին, էլի, եւ գիրք ունեցող մարդիկ լուրջ էին։ Մենք հիմա ապրում ենք մի ժամանակներում, որ ուղիղ դրա հակառակն է, որովհետեւ ըստ էության համապատասխան ուշադրություն չկա, ով ուզի, երբ ուզի կարող է գիրք տպել եւ այլ, եւ ես ով է կարդացողը, վաճառվողը այդ հարցի մասին չեմ մտածել, բայց զուտ անձնական մակարդակով ընկերների փոքր շրջանակի, որոնց ասել եմ, եթե 10 հոգի առնի այդ ընկերներից, էլի, մյուսներին նվիրում եմ։ Ընկերները առնում են, մյուսներին նվիրում եմ։ Ասեմ, եթե 10 հոգի առնի մինչև վերջ կարդա, ապա այս եկող տարի արդեն 26-ին կտպագրեմ հայ գրականության մասին իմ հոդվածների որոշակի ընտրանի, որը եւս պատրաստել եմ, բայց չի ուզում երկուսը իրար տլներ, որովհետև սրանք ոչ հայ գրականության մասին են, նրանք մենակ հայ գրականություն։ Իսկ մա դա ավելի հետաքրքիր կլինի եւ 10 հոգի եթե առնի կարդա միջև։ Մյուսը ավելի շատ կարդան ընթերցողներ, որովհետև գիտես, ում անունը կա, հաստատ կունենա այդ գիրքը, ձեռքը բերի, որովհետև ինձ թվում է ում անունները հիմնականում որ կան ողջ չեն կարա ձեռք բերել, որովհետև Աբովյան, Չարեն, սա քիչ դժվար առնեն կարդան, բայց հա։ Վարամ այն վերադառնանք ամենասկզբին բացման խոսքին, տարեվերջ է, հա, վերջաբանն է տարվա եւ այդ նշանավորում ենք այսօր բարձր գրականության մեջ քո առաջաբաններով, Դանիելյան առաջաբաններով։ Ինչ կմաղթես հայ ժողովրդին, մեր ռադիո ունկնդիրներին։ Ես միշտ մաղթում որ շատ գիրք կարդամ, բայց արի այսօր մի քիչ ուրիշ ձև անենք, էլի։ Թող շատ գիրք կարդալը դժվար գործ է։ Ավելի հեշտ բան ասեմ։ Ես կուզեի որ ոչ թե շատ գիրք կարդան, այլ լավ գրքեր կարդան, այդ գրքերը իրանց կյանքը ավելի բովանդակալից դարձնեն, ավելի հետաքրքիր դարձնեն։ Եթե ինձ են հարցնում հայերենով անպայման գրքեր կարդան, ցանկալի է հայ գրականություն կարդան, բայց եթե հայերենով կարդում են համաշխարհային գրականություն, էլի կարևոր է։ Իմ համար շատ կարևոր է հայերենով մտածելը, հայերենով գրելը եւ հայերենով ընթերցելը, որովհետեւ դա որ այ իմ գլխավոր շահը եթե որևէ բան եմ անում, այդտեղ է։ Ես միշտ հիշում եմ քո խոսքը, երբ որ թարգմանությունների մասն է խոսք լինում, որ ավելի լավ է ես գիրքը կարդամ վատ թարգմանված, բայց հայերեն, քան օտար լեզվով։ Չէ, լսի, ես տենց բան եթե ասել եմ, այդքան է համաձայն չեմ, ոչ թե իմ համար կարևոր է վատ թարգմանված գիրք կարդալը, այլ իմ համար շատ կարևոր է, որ աշխարհի ամբողջ գիտելիքը հայերենացվելու փորձեր ունենա։ Ընդ որում կարևոր է որ ոչ թե մի փորձ, այլ փորձեր։ Ես ուրախ եմ, որ ստեղ օրինակ գրքեր կան, որոնք երկրորդ անգամ են թարգմանվել։ Մի հատ եղել է ռուսերենից թարգմանություն, հետո բնագիր լեզվից են նորից թարգմանվել։ Անվերջ թարգմանելը հայերենի անվերջ կենթանությունը ստուգել է նշանակում, որը շատ կարևոր է։ Ուրեմն նոր տարուն մեր հայրենակիցներին մաղթենք, որ իրենք հայերենով շատ բան ունենան կարդալու եւ իրենց կյանքը դրանից ավելի բովանդակալից դառնա։ Արամ, քանի որ շատ բովանդակալից խոսեցիր, այս դեպքում ես այն շաբլոն արտահայտությունը անեմ։ Ես միանում եմ շնորհավորանքներին եւ մաղթանքներին, սիրելի ռադիո լսողներ։ Շնորհակալություն Վարամ մեծ հյուրընկալվելու համար եւ այս հրաշալի գրքի համար։ Հուսով եմ սպասածից շատ ընթերցող ինքը կունենա, ոչ թե 10, այլ առնվազն 100-ը, ինչ է, գրականագիտական գրքի համար կարծում եմ մեծ նվաճում կլինի։ Ես էլ քեզ դա եմ մաղթում 2026 թվականին եւ սպասում քո նոր գրքին։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրելի ռադիո լսողներ, վերջում հիշեցնեմ, որ հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական թողարկումն էր։ Ես Արմենիկ Նիկողոսյանն եմ, զրուցում էի գրականագետ Վարամ Դանիելյանի հետ։ Մեր զրույցի թեման նրա Դանիելյան առաջաբաններ ժողովածուն էր։
Լավ եղեք, շնորհավոր, ամանոր եւ Սուրբ Ծնունդ։